Այս տարածաշրջանում կոտորածը եղավ պատերազմական գործողությունների քողի տակ, իսկ Ստամբուլում և մյուս վայրերում այն ավելի բացահայտ էր։ Ցավոք հայերի այդպիսի դաժան կոտորած է տեղի ունեցել, Երանի այդպիսի բան եղած չլիներ։ Այս խոստովանությունը եզակի չէ, Բայազետի փոխքաղաքապետ Մեհմեդ Բաբայիբիթի նման բացահայտ խոսողներ այստեղ շատ կան, այդ թվում նրա անմիջական ղեկավարը, քաղաքապետ Քանան Քորքմազը։ Տիկին Քանանը Բայազետի կին քաղաքապետերից երրորդն է, այստեղ կարծես ավանդույթ է դարձել կանացի իշխանությունը, իդեպ նա ևս անթաքույց հպարտությամբ ներկայացրեց իր հայկական արմատները։ Մեծ տատիկս հայ, այսինքն հայրական կողմի տատիկս։ Տիկին Քանանը նաև Թուրքիայի խորհրդարանի միակ քրդական կուսակցության անդամ է։ Նշենք, որ 2009 թվականին Սահմանադրական դատարանի որոշմամբ փակվեց քրդական ժողովրդավարական հասարակություն կուսակցությունը։ Նրա ղեկավարին ու էլի 37 հոգու արգելվեց զբաղվել քաղաքականությամբ, շատերը ձերբակալվեցին։ Այնուհետ հիշյալ կուսակցության անդամները անդամագրվեցին Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցությանը։ Մեր կուսակցության անդամներից շուրջ 1500-ը, այդ թվում ղեկավարներից և ազգային ժողովի պատգամավորներից մոտ 100 մարդ այս պահին ձերբակալված են։ Ճշմարտության համար, ինչ կանել, որ վտանգավոր լինի, պայքարելու ենք, մեր պայքարը շարունակելու ենք և հնից դասեր քաղելով, այլևս սխալներ թույլ չենք տա։ Մեր պայքարը մինչև վերջ պիտի տանենք, ոչ քուրդ ժողովուրդը, ոչ հայ ժողովուրդը մեղք չունեին, ուրիշ ազգերը իրար դեմ հանեցին նրանց։ Մենք պահանջում ենք քուրդ ժողովրդի քաղաքական մշակութային իրավունքների ամրագրումը, քանի որ կուլ գնացողներից չենք։ Թուրքիայում միասնությունը խարսխված է բիրտ ուժի և զինվորական պետությունից վախի վրա։ Քրդերը պայքարում են խոսքի ու դավանանքի իրական ազատության, ժողովրդավարության և մարդու իրավունքների համար։ Նրանք առավել կազմակերպված են երկրի հարավ-արևելքում, որտեղ այսօր կա շուրջ 60 քուրդ քաղաքապետ, այդ թվում հայ ազգի տատիկ քուրդ թոռնուհին Քանան Քորքմազը։ Ամուսինս բժիշկ է, իմ կողքին է միշտ և ըմբռնումով է մոտենում իմ աշխատանքին։ Որպես կին քաղաքապետ ես ավելի եմ մեղմացնում մարդկային հարաբերությունները։ Տղամարդիկ մի փոքր կոշտ են, նաև պետք է ցույց տանք հասարակությանը, որ կինն էլ կարող է քաղաքական ասպարեզում գործի։ Բայազետի բնակչությունը պաշտոնապես 65000 է, զբաղված են առևտրով և հիմնականում անասնապահությամբ։ Նաև շատ են գնում արտագնա աշխատանքի, Անկարա և Ստամբուլ, նաև աշխատելու են գնում Պարսկաստան։ Նախկինում մենք ինչպես որ հայերի հետ եղբայրաբար ապրել ենք, առաջիկայում մեր պայքարի միջոցով պետք է դրան հասնենք։ Կին է թե երեխա, հարուստ է աղքատ, մարդը հավասար իրավունքներ ունի, և մենք հավատում ենք, որ մեր բարիդրացիական հարաբերությունների միջոցով մենք կվերացնենք այդ սահմանները։ Իմաստ չունի սահմանները փակ պահել, նույն տեսակետն ունի նաև մեր կուսակցությունը։ Պետք է վերացվեն մարդկային բոլոր սահմանները։ Մեզ համար ավելի դաժան բացահայտում արեց փոխքաղաքապետ Մեհմեդ Բաբայիբիթը, խոստովանելով, որ իր պապը ժամանակին զինվորագրվել է Համիդիե կոչվող ջարդարար ջոկատներից մեկում, միևնույն ժամանակ չմոռացավ ասել, որ հայկական կոտորածները կազմակերպել է թուրքական պետությունը։ Իմ պապը Համիդի ջոկատում զինվոր է եղել, և ես ընդունում եմ, որ նման դեպքեր եղել են, քանի որ Սուլթանի անունով Համիդե ջոկատներ են ստեղծվել։ Հայերն ու քրդերը նախկինում հաշտ են ապրել, տարբերություն չեն դրել իրար մեջ, և թուրքերը նման ջոկատներ կազմավորելով սեպ են խրել հայերի և քրդերի մեջ, առաջ բերելով մուսուլման-քրիստոնյա տարբերության գործոնը։ Թուրքական պետությանը հաջողվեց իրար դեմ հանել երկու ազգերին։ Մեհմեդ Բաբայիբիթի խոսքերի մեկնաբանություններից զերծ մնանք, քանի որ այն մեր տպավորությունների նման հակասական կլինի։ Միայն նշենք, որ հայ-քրդական, թուրք-քրդական հարաբերություններին և կոնկրետ Բայազետին մենք դեռ կանդրադառնանք։ Էդուարդ Մխիթարյան, Համբարձում Պապոյան, Գալանյուզ, Բայազետ։